Գեղ կանգնեց, գերան կոտրեց, համենայն դեպս ժամանակավորապես։ Գեղարքունիքի մարզի Լիճ գյուղի բնակիչները օգոստոսի 7-ից հսկում են ածխաթթային հանքային ջրերի հանքավայրը, իսկ ինչպես գյուղացիներն են ասում, չայիրներ տարածքում գտնվող թթու ջուրը։ Խնդիրն այն է, որ այստեղ օրեր առաջ շինարարական աշխատանքներ էր սկսել Տեխնոման ՍՊԸ-ն, ասելով, թե դրա իրավունքն ունի, քանզի ջրի այս բնական պաշարներն իրենն է։ Իսկ գյուղացիները պնդում են, որ տարածքը հանրությանն է եւ ոչ ոք իրավասու չէ առանց հանրային կարծիք հարցնելու զավթել այն։ Այդ իրանք փորել էին ահագին, չէի կարող մոտենալ ջրին, փոս էր։ Հիմա լցրել ենք, այնտեղ հողը էր բարձրացել։ Հանդիսանում են, գարի ջուր է խմում, դումարած դրան ալերգիաներ է բուժում։ Սա բուժիչ ջուր է։ Այո, մենք եկանք այն պահին, որ դրանք այդ աշխատանքները են, բալգարկա կոչվող էլեկտրական սարքա։ Սարքերով եկած հիմա դրանցով եկել որքել են այդ պահից կանգնեցրել են։ Չեք թողել։ Չենք թողել։ Մարտասպանություն կլինի, գնացեք դերեց փաստաթղթերը եւ այլն եւ այլն։ Գյուղացիներն անգամ իրենց հետաքննությունն են իրականացրել, պարզելու թե ինչպես ստեղծվեց այս իրավիճակը։ Կասկածում են, որ նախկին ու ներկա գյուղապետերն են գործարքի գնացել նախագծի հեղինակների հետ։ Նախ նախագծի հեղինակ Տեխնոման ՍՊԸ-ի մասին խոսենք։ Ըստ գյուղացիների հետաքննության եւ ըստ պաշտոնական փաստաթղթերի ընկերության տնօրենը Աշոտ Նիկողոսյանն է։ Գյուղացիների պնդմամբ վերջինս Ջերմու գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի փեսան է։ Տեխնոմանից գյուղացիներին հավաստիացրել էին, թե այս վայրից միայն գազն են ջրից անելու, ջուրը թողնելու են ժողովրդին, բայց վերջիներիս խոսքին այլևս գյուղացիները չեն հավատում։ Տեխնոման ՍՊԸ-ի ներկայացուցիչները դեռ փորձեցին ունից վախեցնելու տարբերակով խոսել մեզ հետ։ Մենք այս գյուղի ծնունդն ենք, այս գյուղի այս ջրի սեփականատերերը, չեմ ասում եմ դերքի, ջրի սեփականատերերն ենք։ Ու ոչ մի Տեխնոման ՍՊԸ, ոչ մի ազգային ժողովի պատգամավորներից երկրի պրեզիդենտ այստեղ անելիք չունի։ Այս ջուրը տանելու։ Միանշանակ մենք չենք տալու ջուրը։ Գյուղացիների պնդմամբ այստեղ կան նաև հեռահար նպատակներ էլ։ Ջերմու գրուպը մտադիր է մոտակայքում գտնվող աղբյուրներ փակել։ Չարչու աղբյուր ասած տարածքը ուզում են այդտեղ աղբյուրի բնական աղբյուրներից այդ աղբյուրից ջուրը վերցնել, տանել իրենց ասելով, այդ տանենք ջուրեղ կթողենք։ Հիմա այդ ցեզ վնասա թե օգուտա։ Ձեր ցավը տանը մեր ջուրը խմելու չորտել եք ուզում կդրել, որ մեր պապերն այստեղ են եկել հասել այդ խմելու ջրի համար։ Հարակից վայրում կա հանքային ջրերի արտադրություն, որը ժամանակին ըստ գյուղացիների ամենահամեղ լիմոնադներն էր արտադրում։ 100% համոզված եմ, որ այդ օլիգարխները որ կան, չէ՞ օլիգարխայինների այդ համակարգը որ կա, դուք իմացաք այդ Ջերմու գրուպի այդ օլիգարխիկ այդ համակարգը չի թողնի, որ այդ գործարանը շահագործի։ Այսինքն մենք հասկացանք, որ դրանք ուզում են այդ մոնոպոլ վիճակը այն իրենց թաթը, այն արժի թաթը դնել նաև այդ տարածքի վրա։ Հանքային ջրերի արտադրության տիրոջ տղան Վարդան Ավետիսյանը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, թե Ջերմու գրուպը գործարանը գնելու մի քանի փորձ արել է, սակայն իրենք չեն վաճառել։ Գյուղացիները մտածում են, որ այս ամենը փող կապակցված է այսօր մեծ աղմուկ հանած չայիրների հանքային ջրի բնական պաշարների հետ։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ մասնակցություն ունի այս ամենին համայնքը, չէ՞ որ այս հորանը հանրային նշանակության է, պատկանում է պետությանը, այսինքն սեփականաշնորհված չէ։ Գյուղապետ Գնել Գրիգորյանը մեզ ասաց, որ ինքը հողահատկացում չի կատարել։ Սակայն մենք ականատես եղանք մեկ այլ փաստաթղթի։ 2013 թվականի հունիսի 13-ի ամսաթվով արձանագրությունում կարդում ենք, որ լուսումներ եղել են եւ քննարկվել է հանքային ջրի հանքավայրի աշխատանքային նախագիծը։ Գյուղապետը մեզ հավաստիացրեց, որ դա հորանի հատող հատվածն է եւ հորանի հետ կապ չունի։ Այսինքն դուք երաշխավորում եք, որ այն խնդիրը, որ այսօր առաջացել է, առանց գյուղացիների համաձայնության ոչ մի աշխատանքներ այնտեղ չեն տարվի։ Ոչ միանշանակ։ Հետո հորանը պատկանում է պետության, ոչ թե համայնքին։ Պետությունը պետք է իր թույլտվությունը տա։ Ձեզ դեռ չեն դիմել, թե ոչ մի այդ ոչ մի Տեխնոման, ոչ մի ոչ Ջերմու գրուպ, ոչ էլ ես հրաժարվել Տեխնոմանը դիմել են իրան, մենք բանավոր զրուցել ենք։ Իսկ գրավոր որևէ թույլտվություն չի եղել։ Հիմա լսենք գյուղացիների։ Սկզբից ասում է, թե ջուրը հենց թափվում է, գնում է, թող կանոց տվել։ Իսկ հետո ընդհանրապես ինքը խնդիր չի եղել եւ այլն եւ այլն։ Գյուղապետը բացայտ ասում է, որ մեր դիրքորոշումը դեմ է այս գործողության, բայց պարզում է փաստաթղթերով համապատասխան, կիրառող փաստաթղթերով կարծես թե համաձայնություն է տվել։
Ինչևէ գյուղացիները չեն վստահում գյուղապետին եւ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ։ Գյուղապետը այսօր գնելն է, վաղը կարող է Պողոսը լինի, մյուս օրը Պետրոսը, բայց ջուրը մնալու է գյուղին։ Ամեն մեկը որ կա ու մի արժեք վաճառի գյուղից այդ ու կգնա։ Տեխնոմանսպ-ի հետ այդպես էլ կապ հաստատել չստացվեց։